Նոյեմբերի 9-ն է, Տավուշի մարզի Տավուշ բնակավայրում ենք, ահա այս հատվածում նույնպես ոլորանապտույտ գոտի է, ինչի պատճառով շատ դեպքերում վարորդները չեն նկատում, որ հանդիպակաց ավտոմեքենա է գալիս եւ վերջին խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարը ահա այս հատվածում էր տեղի ունեցել, երբ բախվել էին ավտոբուսն ու Մերսեդեսը, վթարի հետևանքով կային 10-ից ավելի վիրավորներ, բարեբախտաբար վթարը ողբերգական ավարտ չէր ունեցել եւ այդ ժամանակ գյուղացիների խնդրանքն ենք փոխանցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին փոխանցել ենք, որ բնակիչները խնդրում են, որպեսզի այստեղ երթևեկության անվտանգության համար տեղադրվեն հայելիներ կամ գոնե մեկ հայելի եւ ահա շաբաթների ընթացքում մոտ 1-2 շաբաթվա ընթացքում տեսնում եք նախարարի հանձնարարականով նշված վայրեն ժամանում ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը, ով ուսումնասիրում է խնդիրը եւ ներկայացնում համապատասխան գրությունները տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ շնորհիվ նախարար Դավիթ Խուդացյանի 1-2 օրվա ընթացքում արդեն տեսնում եք անվտանգության հայելին տեղադրվել է, հիմա արդեն թե վերևից եկողները, թե ներքևից եկողները տեսնում են, որ հանդիպակաց ավտոմեքենա է գալի, զգուշանում են, ինչը շատ լավ է, կանխվում է ճանապարհատրանսպորտային պատահարները։ Անկեղծ ասած, ես գյուղացիների շնորհակալությունն եմ փոխանցում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանին, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին եւ ինչու՞ չէ նաեւ Տավուշի մարզի պարեկներին, հանձինս հրամանատար Բեժանյանի, Արթուր էր, չէ՞ անունը, Արթուր Բեժանյանի, քանի որ այս հատվածներում անընդհատ պարեկները ծառայություն են կատարում, ինչը նաեւ վարորդները զգոն են լինում, էլի գիտեն, որ ամեն պահի, եթե խախտում անեն, եթե սահմանված արագությունը խախտեն, հիմա տեսնում եք, տեսեք հայլիով արդեն երևում է, որ ավտոմեքենա է գալիս, եթե խախտում անեն, կտեսնեն պարեկները կտուգանեն, իսկ հիմա արդեն այս հայելին, որը տեղադրվեց, որը իդեպ երկար տարիներ բնակիչներից մի քանիսը նշում են, քանի անգամ դիմել ենք, օգուտ չի եղել, բայց հիմա փառք Աստծու, տեսեք, մեքենան գնաց, տեսնում է, հայելին, տեսնում եք, ժողովուրդ ջան, այնպես որ փրկություն է, որ ճանապարհները կահավորվում է անհրաժեշտ պարագաներով, դա շատ լավ է, վարորդները շահում են։ Էսի Տավուշ գյուղն էր, չէ՞, Տավուշ գյուղը, հա, բնակավայրը, ստեղ էր անընդհատ դեպքեր էր լինում, ամիտես հայելին դրեցին, ժողովուրդս փրկված, էլի գոնե կտեսնեն, էլի, ընտեսեն, գալիս է մարդը, ընտես տենում է հայլով, Անտես հայլով տենում է, ողջույն,
Փրկվավ։ Օգուտ այլի։ Ստեղ էլի փեսա բանի քերու եկանի վթարը ավտոբուսը այսպես եկել այնպես իջել էր ընդ անտառ Նայ բեռնատարը գալիս է մի բեռնատարը կտենա որ այդ կողմից կամ ավտո չի գալի կամ ավտո է գալիս